հասարակության իմ ավակ ընկերներ ներկայացուցիչներ, բժիշկներ, հարբժշկական մասնագետներ եւ մանկավարժական ոլորտի մասնագետներ։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ ամենակարևոր հարցերը, ինչ որ այստեղ շոշափվեց, դրանք բոլորը ակտուալ էին, այս վերջի ելույթը ուղղակի երևի ամենաակտուալ, ամենատեղին եւ ճիշտ ժամանակին մատուցված այն ծրագրային ելույթներ, որը մեր շատ կիսատ մնացած, օրենսդրորեն թերի մնացած հարցերի լիակատար եւ լիարժեք պատասխանելու հնարավորությունն էր։ Այսինքն մենք ունեցանք մի շատ լավ ընկեր, մի շատ լավ մասնագետ, որը նույնպես ի պաշտոն է, ի վիճակի է եւ իրավունք ունի ներկայացնել եւ պատասխանել մեր բոլոր հարցերին։ Ինչի համար Զարա Գրանտովնա ջան, նորից ու նորից շնորհակալություն հիասքանչ կազմակերպվածության համար։ Չգիտեմ, այն թիրախները, ինչ որ վերցրել եք այս փոքրիկ ժողովի, այս փոքրիկ նիստի ընթացքի մեջ եւ այս գեղեցիկ արարողության ընթացքի մեջ, դրանք կարելի է ասել ռազմական լեզվով սնայպերի, հա, այդ ճշգրտությամբ էր ամեն ինչ, ես եւ այդ ոլորտից եւ նաեւ բժշկության ոլորտից սիրում եմ, որ բացի մեր մասնագիտական որակները, մեր մասնագիտական ներկայացվածությունը, նաեւ մեր պրոտոկոլային եւ օրենսդրական ներկայացվածությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Եվ ինչի՞ չէ, բիզնես պլանավորումը նույնպես լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Ինչից որ կաղում ենք, ինչից որ թերենք, քանի որ մեր հարգարժան ընկերուհին ոտքի վրա մի հատ նորից ծափահարում ենք։ Շնորհակալություն այս հիանալի արարողության եւ արտակարգ կազմակերպվածության համար նորից եւ նորից։ Այն հարցերը ինչի շուրջ խոսենք, ես շատ կարճ, շատ լավ թիրախավորված եւ ամենակարևորը, այս ամեն ինչ այստեղ շոշափվել է, ես դրան տարիներով պատրաստվել եմ եւ կազմակերպչական պլանում իմ աշխատանքում ներառել եմ այս ասոցիացիայի եւ նույնպես ցավի բժշկության ասոցիացիայի աշխատանքների մեջ մեր ասոցիացիաները պետքա ուժեղանան, պետք չի շատանան, բայց պետքա թիրախավորված մասնագիտական ասոցիացիաները բարձրանան Հայաստանում, ուժեղանան, իրենց աշխատանքի կառավարումը եւ միասնական աշխատանքի պլանը շատ լավ կազմակերպված լինի։ Մենք միշտ տեսել ենք մինչև հիմա ախոյաններ, հա, մրցակիցներ, չգիտես ինչի, փոխարենը տեսնենք լավ ընկերներ, լավ գոլեգաներ, ուժեղ թիմեր, որոնք իրար սիրում են, որոնք իրար հետ միասնական աշխատանք կատարելու հաջող պլան մշակել գիտեն, ինչա նշանակում հավաքվեն ինտելիգենտ, գաղափարով լեցուն, աշխատունակ մարդիկ եւ չկարողանան լեզու գտնել մանր-մունր սոցիալական, կենցաղային, քաղաքական, դիրքային, ինչ որ մանր-մունր հարցերի մեջ։ Մենք միասին ենք, ուրեմն մենք ուժեղ ենք։ Մենք միասնական գործելավոճ ունենք, ուրեմն մենք հաջողակ ենք։ Եվ ամենակարևորը, բժիշկների հասարակությունը, այո, ամբողջ աշխարհում ընդունված է, որ դա հարուստ հասարակություն է, բայց երբեք չի կարելի թույլ տալ, որ դա դառնա բուրժուազիա։ Դա պետք է դառնա ինտելիգենտ հասարակություն, բարեկեցիկ կյանքի հնարավորություններով, զուտ իր գաղափարների եւ իր աշխատունակության շնորհիվ հենց վերածվում է բուրժուազիայի, տուժում է ինչը, տուժում է պրոֆեսիոնալ բժշկությունը։ Օգտվում է ինչը, օլիգարխիան։ Բժիշկը այն մարդն է, այն ինտելիգենտն է, այն գիտության ներկայացուցիչն է, որը չպիտի խթանի օլիգարխիան, այլ պիտի խթանի գիտությունը, ինչը մենք տեսնում ենք հենց այս ասոցիացիայի կազմակերպվածության հիմքում։ Ինչի համար նորից ու նորից շնորհակալ եմ, նորից ու նորից շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Զարա Գրանտովնայի առաջնորդությամբ ասոցիացիան կարծում եմ այս ջիղը, այս ամբիցիաները, այս ընդունակությունը եւ գիտական հենքը կտանի առաջ ասոցիացիան եւ շատ մեծ հաջողությունների կհասնի։ Եվ մինչեւ որ կսկսեմ այս կետերի մասին շատ արագ խոսելը, վերջի բան ասեմ։ Ցավի ասոցիացիայի կողմից պաշտոնապես Զարա Գրանտովնա ջան, ուրեմն ցավի ասոցիացիայի կողմից հենց նոր ստացա նամակ ուղերձ ձեզ պաշտոնապես մեր նորաստեղծ ֆիզիոթերապիայի գիտա վերականգնողական եւ ֆիզիոթերապիայի ասոցիացիայի բոլոր անդամները գրանցված հրավիրվում են զեղչով
նոյեմբերի 27, 28, 29, 30-ին տեղի ունեցող Մերիդիան էքսպո ցուցահանդեսում ամենամեծ միջազգային գիտաժողովում, որը մինչև հիմա տեղի է ունեցել Հայաստանում ցավի բժշկության կառավարման բնագավառում։ Եվ այդ լինքը ես կփոխանցեմ ձեզ, դուք արդեն կտեղադրեք, որ մեր անդամները զեղչով դրանից օգտվեն, այնտեղ լինելու է նույնպես բարձր կրեդիտավորում, 4 օրա տևողությունը եւ նույնպես լինելու է զուգահեռաբար էքսպո ցուցահանդես, 52 պետությունների մասնակցություն, 70 օտարերկրյա խոսնակներ եւ այլն։ Այնպես որ ձեզ բոլորիդ կհետաքրքրի, առավել եւս մենք բոլոր ասոցիացիաներով պետք է կարողանանք միասնական հուշագրեր ստորագրենք, աշխատանքի պլանավորում անենք եւ այս հաջողությունը միմյանց հետ կիսենք եւ զորավիկ լինենք ավելի ուժեղ թիմային աշխատանքի։ Շատ երկրների պրակտիկայից ես արդեն անցա պունկտերի։ Շատ երկրների պրակտիկային ես շատ տեղերում գնացել եմ, կրթություններ եմ ստացել, վերապատրաստումներ եւ ամենտեղ տեսել եմ մի բան։ Մեկ բժիշկը մի հատ մեծ պետության մեջ, ասենք օրինակի համար պայմանական Ավստրիայի կամ Գերմանիայի պետության մեջ ոլորտում 3-4 մասնագետ կան շատ լավ PR արած եւ շատ լավ, այսպես ասած, շրջանաձև աշխատանքի կառավարմամբ 20 կլինիկայում այդ 4 բժիշկներ են աշխատում։ 2 շաբթի այնտեղ են, 3 շաբթի այնտեղ են, 4 շաբթի են։ Պլանավորում կառավարում։ Արված է իդեալական, նրանց ռեսուրսը մատուցված է իդեալական եւ հերթերը ամիսներով են։ Մենք դրանից մեծ հնարավորություն ունենք ունենալով փոքր երկիր։ Իսկ ուրա մեր բժշկական туриզմի զարգացման պլանը։ Ով պիտի անի ասոցիացիաները։ Նախարարությունները դա չէ ի վիճակի չեն լինելու անել, այլ մենք կարող ենք անել։ Ինչ է նշանակում բժշկական туриզմը, հաջորդ քայլին։ Ժամանակակից ֆիզիոթերապիայի եւ ռեաբիլիտոլոգիայի զարգացման եւ կոմպլեքսային բուժման պլանավորման գործընթացները նույնպես շատ տեղերում կաղում են։ Ինչի շուրջ մանրամասն ուսումնասիրություն եմ կատարել իմ շատ լավ ընկերների հետ եւ ոչ միայն ուսումնասիրությունը կատարում ենք ուժառների հետ աշխատանքի պլանում, այլ նաեւ միջազգային փորձը տեղում տվյալ երկրներում ուսումնասիրելու, անդադ մի քանի երկրներ ամեն տարի միասնական թիմային այցելություններ անելու եւ ընկերս այստեղ նստած է եւ մնացած ընկերներն այստեղ չեն, որ հաջորդ նիստին անպայման հնարավորության դեպքում ներկա կլինեն եւ մենք պետքա կարողանանք ամենալավ ծրագիրը, դա կոմպլեքսային ծրագիրն է։ Չի կարելի միակողմանի թիրախավորումով մեխանոթերապիան, մանուալ թերապիան, ֆիզիոթերապիան առանձնացված մեծ արդյունավետության հասցնել։ Բարձր արդյունավետություն ապահովում է միայն այս ոլորտի գրագետ պլանավորումը ոչ միայն ողնաշարի կամ հետ հավմատիկ վերականգնողական բնագավառներում, այլ նաև ինչպես նաև գինեկոլոգիայում, ուրոլոգիայում, քիթկոկորտի մասնագիտության մեջ ֆիզիոթերապիայի գործունեությունը ֆանտաստիկա է։ Ամբողջ աշխարհը դա կիրառում է։ Մենք մի փոքր ոնց որ հետ ենք մնացել։ Հույսով եմ այս տարի կլինի այն տարին, ինչ որ մինչև տարվա վերջ այդ ոլորտում նույնպես շոշափելի փոփոխություններ եւ փորձի փոխանակում նույնպես ունենանք։ Ոլորտային զարգացման պլանավորումը, այո, այսօր ասոցիացիայի մենաշնորհը պիտի դառնա տվյալ ոլորտի նեղ մասնագիտական ոլորտային պլանավորումը, շարունակական զարգացման պլանը, նախարարությունների աշխատանքին եւ օրենսդրական փոփոխություններին եւ աշխատանքային կանոնակարգերին նրանց ակտիվ մասնակցությունը եւ առաջարկների փաթեթները, որ լինի միայն նեղ մասնագետը մանավանդ գիտական փորձառությամբ կարող է նախարարության համապատասխան բաժիններին ներկայացնել իր մասնագիտական աշխատանքի պլանը, պրոտոկոլները։ Այդ դեպքում կարող ենք բարձր որակի առողջապահական համակարգ ունենալ։ Եվ ամեն ինչի մասին որ հիմա խոսենք, սա նեղ թիրախավորած կետեր են։ Հաջորդ կետը նեղ մասնագիտական կենտրոնների անհրաժեշտությունը։ Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք նեղ մասնագիտական կենտրոն կեցվածքի մանկապատանեկան կեցվածքի շեղումների վերականգնման համար։ Այսպես ասած, վերացականորեն բոլորը խոսում են դրա մասին։ Ինչքան կինեզիստ, մասաժիստ գիտեմ, բոլորը ներկայացնում են մերսումով կամ կինեզիոթերապիայով կամ հասարակ վարժություններով ոչ պլանավորված սկոլիոզների բուժման կամ սագիտալ բալանսի խանգարումների կամ ոտնաթաթի ստատիկայի խանգարումների բուժման պլան։ Ինչքանով է դա իրական, ինչքանով է դա պլանավորված, ինչքանով է դա համապատասխանում միջազգային փորձին եւ պրոտոկոլներին, մեծ բաց թողումներ։
Առողջ ողնաշար բժշկական կենտրոնը, որի հիմնադիր ղեկավարը ինքս եմ, երկար տարիներ մենք այդ փորձառությունը զարգացրել եւ ձևավորել ենք եւ պատրաստ ենք փորձի փոխանակման։ Եվ հետագա զարգացման պլանում ներառել ենք նույնպես նեղ մասնագիտական առանցին կլինիկայի Հայաստանում ներդրման եւ մեր միջազգային գործընկերների բոլոր գիտական ուղեղների հրավերք Հայաստան ավելի մեծ այդ ոլորտը ներառելու համար։ Ինչի ենք պատրաստում, արդյոք մենք ունենք այդքան բնակչություն, մենք ունենք հիանալի պոտենցիալ տուրիզմ զարգացնելու համար, մեր հինավուրց երկիրը ներկայացնելով, մեր առողջարանները ներկայացնելով, մեր շրջանները, մեր ջերմուկը, որ ասում ենք Գյումրին, կգանք քյալա ուտելու։ Ու մենք հա, պոչել ենք ուտում մենք, ոչինչ, գլխից սկսում ենք պոչից դուրս են գալի։ Այո, եւ ինչա պետք անել։ Ոչ թե մենք դառնանք վերացական ընդհանուր ամեն ինչի մասին խոսող, բայց նեղ մասնագիտորեն ոչ մի զարգացում չապահովող հերթական ասոցիացիա, այլ բում ենք անելու։ Միասին բում ենք անելու։ Ես թևերս կշտած պատրաստ եմ ցանկացած գիտական աշխատանքի, ցանկացած ներդրման։ Եվ ամենակարևորը օրինակ Եվրոպայի օրինակը մենք շատ սիրում ենք օգտագործել Եվրոպայի օրինակը։ Ինչպիսին է ռեաբիլիտոլոգիայի բնագավառի եւ մեր հասկացողությամբ ֆիզիոթերապիայի բնագավառի եվրոպական դպրոցների կամ եվրոպական գիտահետազոտական ինստիտուտների եւ կլինիկայի փորձառությունը։ Ռանդոմիզացված ամբողջ իրանց սոցիոլոգիա ստատիստիկ բոլոր տվյալները ուսումնասիրել է մոտավորապես 10 ոլորտներում։ Խիստ նեղ մասնագիտացված, խիստ սահմանափակ պատկերացումներով, ինչ-որ մի սարքավորումով կամ ինչ-որ մի միջամտության գործիքակազմով, նեղ գիտական աշխատություններ, որից կարելի է օգտվել, մտահորիզոնը լայնացնելու, գործունեությունը լավացնելու, բայց երբեք այդպես չանելու պայմանով։ Ասեմ ինչի։ Երբեք կոմպլեքսային ծրագիր հնարավոր չի իրականացնել իրենց աշխատանքի, այսպես ասած, պետական թույլատրված պրոտոկոլներով, որովհետև պետությունը այնտեղ թույլ չի տալիս այդքան լայն միջամտություններ իրականացնել մեկ անհատի բուժման համար։ Հայաստանի դաշտում դրա խնդիրը մենք չունենք։ Մեզ մոտ պացիենտը կարա 2 ժամ շարունակ ծառայությունների գրագետ, ճշգրիտ հաշվարկված միջամտությունների տեսակներ ստանա, ինչպես գինեզիոլոգների մասնակցությամբ, ֆիզիոթերապևտների մասնակցությամբ, մերձող մասնագետի, մանուալ թերապևտի, նյարդաբանի եւ այդ ամբողջը թիմային մի ահռելի աշխատանք է, որը կարող է շատ լավ որակ ապահովել բուժման, բայց այստեղ բայց կա գնագոյացումը, սարսափելի է։ Եթե մենք այսօրվա, այսպես ասած, բուրժուական գնագոյացումը, որը Հայաստանի հասարակության համար շատ ծանր լուծ է, չկարողանանք բաշխել ստրախավոր կամպանիաներին, ապահովագրական ընկերությունների վրա եւ մենք ապահովագրական ընկերություններին լինելով ասոցիացիաներ չթելադրենք բուժման նոր պրոտոկոլների սկզբունքների ընդունում, զոհեր վիրավորներ չկան։ Հա։ Ահա, ընկելեր։ Հա։ Եթե մենք կարողանանք այդ պլանը, բուժման կոմպլեքսային պլանը մտցնենք ապահովագրական ընկերությունների կանոնադրության մեջ եւ պայմանագրեր կապենք ապահովագրական ընկերությունների հետ հայաստանյան շուկայում համապատասխան գնագոյացման հնարավոր մեխանիզմներով, մեր հաջողությունը հենց այդտեղ է։ Հաջողության երկրորդ էջը բացատրեմ։ Տեղական ապահովագրական ընկերությունների խթանելու զուգընթաց, կապել պայմանագրեր միջազգային ապահովագրական ընկերությունների եւ տուրիստական ընկերությունների հետ, որ արտերկրից մեզ այցելող պացիենտները հնարավորություն ունենան մեր տեղական ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրերով իրենց ապահովագրական ընկերություններից փող հատուցվեն։ Եթե մենք դա չանենք, մենք չենք կարող հաջողվել դրանից։ Երեներս, ես շատ շրջագայում եմ եւ ամեն անգամ ուսումնասիրում եմ ամեն փաթեթ, ինչա գրված իմ փաթեթում, թռել եմ, չգիտեմ, Չինաստան, ինչ է այդ փաթեթում ներկայացած, Գերմանիա, ինչ է այդ փաթեթում ներկայացած։ Եվ արդյոք իրանք ինչ են մատուցելու ինձ։ 2-3 անգամ հատուկ օգտվել եմ, որ տեսնեմ ինչ են մատուցում։ Լավ պայմանագիրը
տասնյակ հազար դոլարների հնարավորություն ստեղծում քեզ դրսում բուժում ստանալու պատահական ինչ-որ ինցիդենտներից տուժելու դեպքում եւ կամ տարբեր հիվանդությունների սրացումների պարագայում։ Մենք այդ նույնը կարող ենք շատ լուրջ փաթեթով ներկայացնել տուրիստական կամպանիաներին եւ միջազգային ապահովագրական ընկերություններին։ Դա նույնպես հիանալի թիրախ է մեծ ասոցիացիաների համար։ Այլապես անհատները դա չեն կարալու անեն ապագան ասոցիացիայինը, բժշկության ապագան ասոցիացիաների ձեռքում։ Եթե մարդիկ մտածում են, որ ես մենակ լողորդ, մենակ երկիչ, մենակ կասկադյոն, դա էլ չի գործել։ Կգործի ասոցիացիան, կգործի ուժեղ թիմը, կգործի մասնագիտական լայն հնարավորությունները եւ ամենակարևորը փոխադարձերն ու հարգանքը։ Բժշկական էթիկայի կանոնները առաջին իսկ քայլից խախտվում են ոչ միայն հասարակության ցածր բարոյական ընկալումների եւ տգիտության պատճառով, այլ հենց բժիշկների կամ հենց ճակերտավոր բժիշկների կողմից։ Դրա մասին պետք է շատ լուրջ զրույց ունենալ։ Դա շատ լուրջ թեմա է։ Ես դրա մասին շատ չեմ ընդլայնի։ Ուղղակի բժշկություն եւ ենթադրյալ բժշկություն սահմանը մեր ոլորտում, չգիտես ինչի, ամենաաղավաղվածն է։ Ինչ որ մեկը Մարտունու գյուղերում, ինչ որ մեկը բանի Հոկտեմբերյանի գյուղերում, ինչ որ մեկը մեկ ուրիշ գյուղում, ուրեմն վոժդ, սնխչի, չգիտեմ, միստիկ, կախարդ, ինչ կոչում ասես ունի ու առանց վախենալու սոցիալական կայքերում ներկայանում է որպես բժիշկ, բայց բացարձակ այդ մարդը նախրջու դիպլոմ դաժե չունի։ Դա շատ ցավոտ եւ ակտուալ թեմա է, որի շուրջ նույնպես առողջ։ Դա այդ թեմայի շուրջ նույնպես պետք է բարձրաձայնել։ Ինչպես դաշտը, տեսեք, նախարարության մակարդակով կամաց դաշտը կարգի է բերվում, լիցենզավորման պրոցեսները, վերահսկողական պրոցեսները հիանալի գնում է առաջ։ Մարդիկ կամ տրտնջում են, դժգոհում են, ասում են դա է բարդ է, գալիս են ստուգելու, թող գան, եթե ամեն ճիշտ է։ Թող ստուգեն, բայց թող ստուգեն նաև բժշկական ճակերտավոր կամ կեղծ կամ սուտ ծառայություն խափեպա շորթող ծառայություններ մատուցող շատ կազմակերպությունների եւ անհատների, որոնք որ Հայաստանի Հանրապետություն դու գիտեք, քանի որ այստեղ գիտության ոլորտի մասնագետներ, բժիշկներ կան։ Դու գիտեք, որ Ատլանտի ուղումով կարելի է 54 տարեկանում կնոջ ողնաշարի սկոլիոզը ուղղել։ Որևէ գիտական ապացույց այդ մասին, որևէ գիտական, նույնիսկ թերի գիտական հոդված դրա մասին մանգակ չեք գտնի անգամ, ասենք, որտեղ ասեմ, գումի շուկայում։ Այ նման խեղված, նման խափեփա շուկայական փոխհարաբերությունների եւ շորթման հնարավորություն ընձեռնել ոչ մասնագետներին, որոնք գալիս են Հայաստան մեր ժողովրդին թալանելու, դա նույնպես մեր միասնական գիտական հասարակության բաց թողումների շարքի մեջ է, որը նույնպես որպես պետք է դիտարկենք որպես թիրախ 260,000 դրամ Ատլանտի ուղղման համար։ Ներողություն եմ խնդրում, ես բժիշկ մանուալ թերապևտ եմ։ Կոնսուլտացիա արժի 5,000 դրամ։ Հատուկ Հայաստանի բնակչության համար մատչելի լինելու համար, որ իմ սերը, ես եթե զենքը չեմ վարանում, զենքը ձեռքից պաշտպանել իմ երկիրը, ուրեմն ժողովրդին չեմ վարանում մասնագիտությամբ էլ պաշտպանել։ Թողապահովագրական ընկերությունները մտածեն ոնց են մեզ թանկ վճարելու։ Իսկ ժողովուրդը պետք է այդ ծառայություններից օգտվեն հնարավորինս մատչելի, որ կարողանանք ձևավորել առողջ հասարակություն։ Իմ ամենօրյա սոցիալական հարթակների իրազեկումներն ու պրոպագանդաները նույնպես մղված են մի բանի համար՝ առողջ գիտակցություն բարձրացնել հասարակության մեջ։ Պսևդոբժշկության մասին խոսեցինք եւ վերջի կետերի մասին էլ խոսենք ու վերջացնենք։ Բուժման էֆեկտիվության միջազգային ցուցանիշները շատ երկրները իրենց փորձառություններով, ասենք տարբեր ոլորտի նեղմասնագիտական միջամտության բուժման էֆեկտիվությունը ներկայացնում են համապատասխան պրոտոկոլներ, հիմնավորելով ստատիստիկ, ասենք այս թիրախի հիվանդները այս տարիքային խմբի այս հիվանդությամբ 80 հոգի, 100 հոգի, 200 հոգի։ Դժվար աշխատանք է, եկեք լսվենք այդ աշխատանքին, ես այդ աշխատանքը անում եմ հիմա եւ շատ ուրախ եմ, որ անում եմ, եւ օրինակի համար փաստերով կարանք ամեն մեկս
մեր համար նշենք 2 տարվա կտրվածքով։ Հիմնական հիվանդների, այն թիրախային հիվանդները, որոնք դիմել են ձեզ, ինչ հիվանդության տակ են տեղավորվում, ինչ փուլում եւ ինչ բուժման պլան է իրագործվել եւ ինչ արդյունավետության ցուցանիշ է գրանցվել։ Դա ձեր համար է, ուզում եք գովազդ, դա միակ գովազդն է։ Միակ գովազդը դա գիտությունն է։ Միակ հաջողությունը ազնվությունը։ Միակ երազանքը բարձր նպատակների համար աշխատասիրությունն է։ Ես այսքանով ուզում եմ սահմանափակեմ, չեմ ուզում։ Նորից հիշեցնեմ, Ցավի բժշկության ասոցիացիան, որի նույնպես անդամ հանդիսանում եմ ես եւ կազմակերպչական պլանում ակտիվ մասնակցությունն է։ Հրավիրում այս ամբողջ ասոցիացիայի զեղչով, որի անդամը հանդիսանում եմ ես եւ մեծ սիրով։ Որպեսզի կարողանաք, այո, անպայման։ Այնպես որ շնորհակալ եմ բոլորից այդ Զարա Գրանտովնա ջան։ Այն որ ասում անկեղ սիրով եւ իսկական հայ տղամարդու խորին հարգանքով ձեզ եւ ձեր ամուսնու հիշատակին ինչ աշխատանք, ինչ գիտության մեջ, ինչ առաջընթաց որ ունեք, երանի որ շատերը այդպես վարվեն։ Իսկ ով էլ չի հասցնում վարվի, վարվողների հետ գոնե ձիգ ձեռքը բռնած քայլեն։ Սեր ու հարգանք։ Այսքանը։ Հա